Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 19-ի համար։ Օրը կիրակի է, և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Այս ալիքում լինում են միմիայն տարվա ծնված նշանների մասին, յուրաքանչյուր թեմա, նաև քարտեր, նաև աստղաբանության հետ կապված, որտեղ գիտենք, որ սա չինական աստղաբանությունն է։ Եվ եթե ոչ տեսանյութեր պետք է լինի, ապա բոլոր այս նշանի ներկայացուցիչների համար կլինի միմիայն այս ալիքում։ Նաև բացվել է մեկ այլ ալիք, այսինքն չի բացվել, ես վերափոխել եմ անունը, միմիայն այն տեսանյութերի համար է, որոնք որ վերաբերվում է ամենօրյա ծնված մարդկանց համար։ Յուրաքանչյուր օր, որ մարդը ծնվել է, այդ տեսանյութերը լինում էին մեկ այլ ալիքում, հիմա մեկ այլ ալիքում է լինելու։ Հղումը տեղադրված է Facebook-ում, ովքեր որ ունեն Facebook-ս, կարող եք մտնել, կամ ընդհանրապես եթե ունեք Facebook, բայց իմը չունեք, կարող եք գրել Արմինե Նահապետյան կամ #Արմինե եւ կգտնեք իմ տեսանյութերը։ Իմ էջը նույնպես, այնտեղ Facebook-յան էջը։ Այսքանը եւ տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 19-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև հիվանդանոցում կարող ինչ-որ մեկը ունեք կամ գնում եք դուք զանգահարում եք կոսմետոլոգի մոտ եւ որոշում եք գրանցվել, ամենայն դեպս կամ բժշկական կենտրոն եք գնում ինչ-որ մեկի համար կամ դա հենց անձամբ ձեզ համար է, որ գնում եք։ Եվ ինչ-որ մեկը պարկած է կամ դուք կարող եք, ձեզ լավ չեք զգում։ Ամենայն դեպս օրվա ընթացքում ձեր գործերը կզարգանան, առաջ կգնան, յուրաքանչյուր հարց, որը կանգնած էր, յուրաքանչյուր հարց, որը ձեզ տանջում էր, այդ գործերը կզարգանան, առաջ կգնան։ Նաև երեկոյան այստեղ կամ շուտ եք պարկելու քնելու կամ մի փոքր ուշ է, նաև ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 19-ին։
Հարգելի ցուլեր, իհարկե տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, առավոտյան հուզված եք, հուզվում եք, հանկարծակի լուր կարող եք լսել, միգուցե դա է պատճառը, նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ոչ դռներ կբացվեն ձեր առջև, այդ հաջողությունից հետո, նաև կարող է ինչ-որ դուռ եք փակում, ինչ-որ մի բան անում եք, ավարտում եք և այդ դուռը փակում եք ձեզ համար, գումար կստանաք կամ գումար կծախսեք, նաև ձեր շրջապատում կան երկերեսանի մարդիկ, ովքեր երկերեսանիություն են անում ձեր նկատմամբ, համար էմոցիոնալ կարող եք լինել իրենց պահվածքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 19-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը չգիտեմ ինչու բավականին կատաղած եք։ Ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, հետո արդեն սկսում եք գորգռալ եւ հուզվում եք։ Գուցե հա գորգռալուց հետո եք հուզվում, գորգռալուց հետո եք ելք փնտրում, որ գուցե բոլորի վրա գորգռացիք, հետո ուզում եք հաշտվել, հա ինչ-որ ելք եք փնտրում։ Նաև հանկարծակի լուր կարող եք լսել, որը կարող վերաբերվում է ինչ-որ մի բան դեռ կանգնած է, ինչ-որ մի բան դեռ դանդաղում է, և մոտավորապես 3 ամիս այն դեռ պետք է սպասեք։ Միգուցե ձեր գորգռալու արդյունքն է, միգուցե ոչ։ Կարող դրա հետ կապ չունի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 19-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հաջողություն ունեք, ձեր գործերին հաջողություն կա, այստեղ դռներ են բացվում ձեր առջև, հաջողություն գործերում, բիզնեսում, ինչ որ ունեք, այն ինչ որ կանեք այդ օրը առավոտյան, նոր հնարավորություններ է սա նաև, և որվա ընթացքում կողք վիճել, ոմանց համար, ոմանց հետ ճանապարհի համար է դա, այդ վեճը, կամ սպասում եք, որ գան, ինչ որ մեկը դա է, կամ գիտեք, ոնց որ այդ գոռալու շնորհիվ ինչ որ մի բան կարող է զարգանալ, առաջ գնալ։ Այսինքն վեճը իր արդյունքը կարող է տա, բայց դա ինչ որ ճանապարհի հետ է կապված, ինչ որ մեկի հետ վիճում եք եւ գալիս է։ Նա այդպես։ Տան հետ կապված որոշ հարցեր ունեք, նաև առիթ կարող է լինել, նավարի տեղափոխվում եք կամ տան գործերով եք զբաղված, տանտուն եք մաքրում եւ այն տեղափոխում եք իրերը եւ ելք եք փնտրելու, այստեղ որովհետեւ ոչ է հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, հետո ելք եք փնտրում կամ ելք փնտրելու ընթացքում կարող է չեք նկատում կողքերը եւ այդ ժամանակ եք ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնում։ Ինչ որ հարցին լուծում տալու համար ելք եք փնտրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 19-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը սպասում եք եւ այդպես էմոցիոնալ եք սպասում, կամ ուշանում են, կամ բավականին էմոցիոնալ եք այդպես սպասում։ Նաեւ ոմանց այդ օրը ամուսնության առաջարկ կանեն, ոմանց հրավիր են հարսանիքի կամ նաեւ նշանադրության, սա նաեւ գործարք է, որը կարող եք կնքել։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը եւ ճանապարհ եք գնալու կամ երեկոյան ինչ որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, ինչ որ մարդկանց ընդունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 19-ին։
Հարգելի օձեր, այդ օրը առավոտյան ձեզ սիրված կզգաք, միգուցե հանդիպում եք ձեզ հարազատ մարդկանց, միգուցե ժամադրություն է, միգուցե պայմանավորվածություն է, որը այդպես սիրով սպասում եք։ Բայց ինչ որ խոչընդոտներ կան այստեղ։ Միգուցե սա նամակ եք սպասում ձեր սիրելիից, դա է խոչընդոտները դեռևս ոնց որ չկա, դեռ դուք գրել եք, դեռ պատասխան չկա։ Նաև ինչ-որ մի բան է, ինչ-որ մի խոչընդոտ է, որը պետք է հաղթահարեք։ Նաև նամակ այդ օրը կստանաք, նամակագրական կապ է սա։ Նաև փաստաթուղթ է կամ փաստաթուղթ կստորագրեք այդ օրը։ Բայց միտեղ եք գնալու երկար մնաք եւ կարող է ինչ-որ բան է դանդաղում, դուք ինքներդ կտրուկ քայլ կանեք եւ կարող եք նաև դիմել ոչ մասնագետի, որ ինքը անի, ինքը շարունակի, այդպես դիմել իրեն, որ ինքը շարունակի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 19-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը առավոտյան հուզված եք, չգիտեմ ինչու, միգուցե հուզված արթնանում եք, կարող է երազ է, կամ ինչ-որ մի բան է այստեղ։ Նաև ոմանց ամուսնության առաջարկ կանեմ, ոմանց իրախոստովանություն, նաև դա հարսանիքի հրավեր է, նշանադրության հրավեր է, գործարք է, որը կարող եք կնքել, կամ դուք եք գնում ինչ-որ մեկի մոտ այդ գործարքը կնքելու համար, կամ գալիս են ձեզ մոտ։ Հեռախոսազանգ ունեք, գումարից կխոսեք, կամ որ այսքան պետք է վճարեք, որ կամ գումար եք ստանալու, հա, այդպես։ Եվ այստեղ ելք եք փնտրում, բավականին էմոցիոնալ եք, այդ ելքը փնտրելու համար բավականին նաև տխրում եք։ Ինչ որ բան է, որ շատ կարևոր է դա ձեզ համար կարծես թե, որտեվ դա ոնց որ հեռախոսազանգի հետ է եւս կապված, միգուցե գումար է պետք, գումար են ուզում եւ դուք այդպես խառնեք։ Ամենայն դեպս դեռ տատանվում եք, ես չեմ տեսնում այդ հարցին լուծում, դեռ տատանվում եք մինչև բավականին ուշ ժամ եւ հետո քնում եք։ Դա կամ շուտ կքնեք, կամ նաեւ ուշ կարող եք պարկել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։
Ինչ է սպասվում այծերին հունվարի 19-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում, այդ օրը առավոտյան տատանվում եք, ինչ-որ հարցեր կան, տանջվում եք, ճանապարհ եք այստեղ գնալու կամ նաև երկեսանի մարդիկ կա, ում ձեզ կարող են հետ պահել, կամ իրար հետ կարող եք գնալ, կամ ինքն է գալիս ձեզ մոտ, ամենայն դեպս ճանապարհի հետ կապված, բայց այդ երկեսանի մարդ կա, թե հիմա որտեղ ինչպես դուք արդեն լավ գիտեք ուր եք գնալու այդ օրը, ինչ եք անելու։ Իրան եք սպասում այդպես, ինքն է սպասացնել է տալիս ձեզ։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև երկար սպասված նամակ է, տեղեկատվություն է, որը կարծես թե այդքան էլ ձեզ դուր չի գալիս, կամ դրանից հետո եք տխրում, միայնակության զգացում է, ինչ-որ պահեր են, որ ձեզ հա տխրեցնում է, և երեկոյան նաև խոչընդոտներ էլ կան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 19-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, նաև ունեք գերհոգնածություն, այ եթե ճանապարհ եք գնալու, ոնց որ հոգնածություն է սա, կարող եք հոգնել, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը, դուք կզանգարեք կամ ձեզ։ Այսքան ուրիշ ոչինչ չունեք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 19-ին։
Հարգելի աքաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, նաև ոմանց ամուսության առաջարկ կանեն, ոմանց կողմ ամուսինն է գալիս, նաև դա կարող է լինել գործարք, որը կնքում եք այդ օրը, կարող է այդ տղամարդու հետ է կապված, դե հարսանիք կհրավիրեն, նշանադրություն, ընտանիքում կարող է շատ կարևոր օր է այդ օրը ձեզ համար, ինչ-որ բաներ չկա, այս երկուսն է, երրորդն է, որ լինել լավ կլիներ, բայց չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 19-ին։ Հարգելի շներ, այստեղ կամ ոմանց մոտ գործերն է առաջ գնում, զարգանում է առաջ, ոմանք էլ այստեղ գործերը զարգանալ առաջ գնալու համար ինչ-որ մեկի հետ են վիճում։ Եվ վիճելուց հետո այստեղ սպասում եք, գուցե սպասում եք, որ ինչ-որ մի բան լինի, որ ձեր գործերը զարգացնեք, հետո սկսում եք վիճել։ Վիճելուց հետո սկսում եք գոռգռալ, իսկ գոռգռալուց հետո կամ դուք կարող եք ձեզ վատ զգալ, կամ տվյալ անձնավորությունը վրա որ գոռգռում եք։ Ինչ որ մի բան այնպես չէ այստեղ։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ոչե տղամարդու հետ։ Կարող է արդեն բժիշկն է այստեղ, կամ ոչե մասնակետ է, կամ ձեր ամուսինն է, պատմում եք այստեղ, կամ ձեր ընկերն է պատմում եք, կամ ձեր հայրը։ Ինչ որ մի բան է այստեղ, եթե ինձ թվում է զարգանար չեմ կարծում, ինչ որ գործեր առաջ գնար չեմ կարծում, որ դուք այստեղ վեճ կունենայիք որևիցե մեկի հետ։ Ինչ որ մի բաները անելու համար է, երևի թե այստեղ կանգնած է եւ դրանից է ամեն ինչը սկսվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, նաեւ վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 19-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը երկայք է եւ ինչ որ մի բան է ձեզ ուրախացնում եւ ինչ որ մի բան է ձեզ տխրեցնում։ Այստեղ կամ հիասթափություն է կամ ինչ որ մի բան է, հա, տխրում եք, բայց հետո լուսավոր մի բան է տեղ ունենում, դա ձեր տրամադրությունը բարձրացնում է։ Նաև նամակ կարող եք ստանալ SMS ինչ որ մեկից, հա, գրեք կամ իրենք գրեն։ Այսպես կարող է նաև փաստաթուղթ եք ստանում, ոչափաթեթ եք ստանում։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են կամ դուք կտրուկ ոչ մի քայլ կանեք կամ անսպասելի ոչ մի բան տեղի կունենա կամ կարող է առիթին է վերաբերվում կամ տան անդամներին, հա, ինչ որ մի բան է անսպասելի կամ դուք քայլ կանեք, կարող ուզում եք որոշում եք օրինակ տունը վաճառել կամ տեղափոխվել։ Նաև երկար սպասված ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, դա եւս կարող է տանն է վերաբերվում, նաև դա փաթեթ կարող է լինել, որ տան մեջ գործ եք անում, սպասում եք դրան եւ միանգամից որ անմիջապես անցնում եք գործի։ Կարիերայի բարձրացում այստեղ ունեք, ոմանք նաև կարող է պաշտոն են ստանում, ոմանք առաջ խաղացում իրենց գործերում, կարող է ավելի շատ են գործ տալիս ձեզ կամ ավելի շատ է լինում գործ կամ պատվեր։ Այդ դրա համար կարող է ուրախ եք, դա է կարող է ձեր ուրախության պատճառը։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։